դպրոցի մեր աշակերտներին տված եւս մի սարսափելի վնաս, որ խաթարում է ուղղակի մեր աշակերտների աշխարհայացքը։ Դա հայկականության մասին խեղաթյուրված պատկերացումն է, կտրված համաշխարհային ամբողջից։ Բացատրեմ միտքս։ Ես շատ լավ հիշում եմ, որ դպրոցում մեզ սովորեցրել են միջնադարի հայ մեծ փիլիսոփա Դավիթ Անհախտի մասին։ Դուք ինչ եք կարծում, քանի ազգ կա, որը կարող է վկայել, որ ունի 6-րդ դարի փիլիսոփա, որի աշխատությունները պահպանված են առ այսօր։ Մեղմ ասենք, որ բոլոր ազգերը չէ, որ կարող են դա վկայել։ Հիմա թվում է թե որ մենք կարող ենք պարծենալ եւ ասել, տեսեք, մենք ունենք Դավիթ Անհախտ, իսկ դուք օրինակ չունեք Դավիթ Անհախտ, մի որևէ ազգի։ Սակայն մենք չենք կարող ճանաչել Դավիթ Անհախտին առանց իմանալու հին հունական, անտիկ հունական օրինակ փիլիսոփայությունը։ Այս թեմայով մի բան պատմեմ ձեզ։ 2012 թվականին ես երբ սովորում էի Մյունխենի համալսարանում, Լյուդվիգ Մաքսիմիլյանի համալսարանում, մի անգամ գնացի Արիստոտելին նվիրված մի ինչ-որ դասախոսության։ Դասախոսը գիտեր, որ ես հայ եմ, պատմում էր Արիստոտելի ընդհանուր պատմությունը, ոչ միայն Արիստոտելի ստեղծագործությունը, այլ նաև հետագա դարերում Արիստոտելին անդրադարձած տարբեր փիլիսոփաների եւ այսպես դարերով եկավ հասավ 5-րդ, 6-րդ դար եւ սենց անում, ասում է, եւ այդ 6-րդ դարի օրինակ կարելի է հիշատակել հայ փիլիսոփա Դավիթ, գերմանացիներ չեն ասում Անհախտ։ Դավիթ Անհախտը կոչվում են Դավիթ նեոպլատոնիկա, նոր պլատոնական։ Ուրեմն ասում է, այ Դավիթ նեոպլատոնիկա, ու այդ ասելով սենց ձեռով ինձ ցույց տալի, որտեվ գիտի, որ ես հայ եմ։ Այդ պահին ես ինձ լավ զգացի, ասացի, այդպես գիտի, որ ես հայ եմ եւ ինձ ցույց տալիս, բայց դա աբսուրդ է, որովհետեւ Դավիթ Անհախտը երբեք չէր լինի Դավիթ Անհախտ, եթե Հունաստանում նախկրթություն ստացած չլիներ եւ եթե չներծծեր ամբողջ հունական փիլիսոփայական դպրոցի այդ ավիշը, եթե ինքը ներծծած չլիներ։ Դուք հասկանում եք, որ անհնար է իմանալ, պատկերացում կազմել Դավիթ Անհախտի մասին, եթե դու շատ ավելի խորը պատկերացում չունես նախ եւ առաջ Պլատոնի, Արիստոտելի մասին։ Ուստի Դավիթ Անհախտի կոորդինատը իմանալու համար դու իրեն պետք է զետեղես հին հունական փիլիսոփայության մեջ, որպես այդ փիլիսոփայական համակարգի մի տարր, մի մասնիկ։ Հիմա, եթե մարդը չգիտի, պատկերացում չունի հին հունական փիլիսոփայության մասին, ավելի լավ է չիմանա, թե ով է Դավիթ Անհախտը, որովհետև Դավիթ Անհախտին առանձին իմանալով ինքը չի հասկանա, թե որտեղ է այդ փիլիսոփայի կոորդինատը, որտեղ է իր տեղը, որն է իր իրական մեծությունը։ Ահա դպրոցի տված ամենամեծ հիմնական վնասներից մեկը, որ մենք հայկականությունը կտրում ենք համաշխարհային ամբողջից եւ դրանով իսկ խեղաթյուրված պատկերացում ենք ստանում մեր մեծերի մասին։ Մենք կարող ենք շատ ավելի մեծ կարծել, քան իրենք իրականում կան, կամ հակառակը, շատ ավելի փոքր կարծել, քան իրենք իրականում կան։ Մենք իրականությունը չենք տեսնում այնպես, ինչպես կա։ Սա չի նպաստում մարդու իրական աշխարհաճանաչողությանը։